Մատթեոս 28-րդ գլուխ ասում է, երբ որ Կիրակի լուսադեմին Մարիամը եւ կանայք մնացին գերեզմաններ, ցնցվեցին ուղակի, երբ տեսան հրեշտակին եւ տեսան գերեզմանի մոտ քարը գլորված։ Եվ հրեշտակը ասեց, որ ինչու եք ողջերին բերելների մեջ փնտրում։ Փառք Հիսուսին, այո, որ մեր Տերը հարություն է արել։ Նա այստեղ չէ, որովհետև հարություն է արել, ինչպես ասված է Մատթեոս 28:6-ը։ Այս խոսքերը հնչեց գերեզմանից ոչ թե վախով, այլ հույսով լցված։ Քրիստոսի հարությամբ հաստատվեց Աստծո խոստումը, մեզ պարգևելով հավիտենական կյանքի հույսը։ Այո, հավիտենական կյանքի հույսը մեր Աստվածն է, մեր ապավենն է։ Կարող ես փառք բարձրացնել, ասել Տեր, Օրհնում եմ անունդ եւ երկրպագում եմ քեզ։ Այո, ինչպես Տերը ասեց Հովհաննես 11:25-ում, ես եմ հարությունը եւ կյանքը, ով ինձ հավատա, թեև մեռնի, կապրի։ Մենք հավատքով այդ խոսքը բռնած, այսօր հավաքվել ենք մենք Տեր, որպեսզի օրհնենք, երկրպագենք եւ փառաբանենք Տիրոջը։ Ուզում եմ, որ այս Կիրակի մեր երկրպագությունը նման չլինի մյուս Կիրակի օրերի նման։ Ամեն սիրելի Աստծո ժողովուրդ, ուզում եմ այսօր ավելի ցնցանք, ուրախանանք մեր ծափերով, մեր երգերով, սաղմոսներով միասին, ասենք վեր կաց եւ օրհնիր Տիրոջը։ Վեր կաց սիրելի եկեղեցի եւ գոչի եւ ասա փառք ես Տեր։ Հալելույա։ Ոնց փառքը մեր Տիրոջը, ամեն։ Օրհնում ենք քեզ, հալելույա, փառավորվի Տեր, փառավորվի իմ Աստված, ամեն։ Այո, միաբանում ենք և ցնցում ենք փառք ես Տեր, քո առջև, ասում ենք դու ես մեր վերն ու ապավենը իմ Աստված, հալելույա։ Վեր կաց և օրհնիր Տիրոջը, վեր կաց և գոչիր, վեր կաց և օրհնիր Տիրոջը, փառք տուր Հիսուսին, վեր կաց և օրհնիր Վեր կաց և ոչի, վեր կաց և օրհնիր Տիրոջը, արդուն Հիսուսի։ Նա միակն է, նա արդար է, նա միակն է, նա ամենն է, նա միակն է, և ես ուզում եմ երգել նրան հիմա։ Այո, փառք տուր նրա երկիր ու երկրպագիր, հալելույա։ Ասկեր, ալելույա, փառք տուր ու երգի նրան, ամեն։ Ասա փառք եմ բարձրացնելու քեզ Տեր, երկրպագելու եմ քեզ, ամեն։ Ես չեմ կարող պահել ուրախությունը իմ ներսին, և ես ուզում եմ հայտնել գոհությունը իմ սրտին։ Նա ինձ մաքրեց գործած մեղքերից, և հիմա ազատ է ինձ
Աստված, հալելույա, ամեն։ Այո, հրաշալի է, երբ որ միաբանության մեջ օրհնում ենք ու երկրպագում ենք մեր Աստծուն, փառք Հիսուսին, փառք Տիրոջը ամենի համար։ Այո, օրհնում ենք եւ շարունակում ենք երկրպագել մեր Տիրոջը։ Օրհնեցեք նրան Արեգակ եւ Լուսին, օրհնեցեք նրան բոլոր լուսավոր աստղեր, օրհնեցեք նրան դուք ջրեր, որ երկնքի վրա եք, թող օրհնեն Տիրոջը ամեն անուն, որովհետև նա հրամայեց եւ նրանք ստեղծվեցին, այո, բոլոր աստղերը, բոլոր երկինքները, բոլոր ջրերը ստեղծվեցին Տիրոջով, փառք Հիսուսին, այո, փառք Տիրոջը, կարող ես ավելի փառք ու ծափեր բարձրացնել Տիրոջը, ամեն։ Այսօր պիտի միաբանվենք, բոլոր երգերը պիտի միասին երգենք, ասենք փառք ես Տեր, հալելույա։ Էմանուել, Աստծո բանակն է, որ գնում է արշևից, մենք պաշտում ենք ու երգում ենք քեզ, ամեն, փառքերը քեզ Տեր։ Ողջունում ենք քեզ Տեր Աստված, հալելույա։ Ուսում ենք քո օրհնությունը, երկրպագությունը այստեղ ներկայ Աստված։ Աստծո բանակն է գնում հաղթելով աշխարհին։
Աստահման ուրախությամբ պիտի ցնցամ եւ օրհնեմ քեզ Եկել ենք քեզ բարավանել Երկրպագել քո մեզ արել Դու կյանքի աղբյուրը գիշտ ու արարիչն ես Փառքը լինի քեզ հալել Դու հզորացված ես օրհնության արժան ես Մենք ցնցում ենք քո առջև Տնայենք Տեր Եվ երկինքը Մի երկյուղով ու փառքով Ձեռք ես պարզան Պարզի ձեռքերը երկինք ասա Տեր Ասահման ուրախությամբ Տնայենք Տեր Եվ երկինքը Մի երկյուղով ու փառքով Ձեռք ես պարզած Եվ երկինքը Ասահման ուրախությամբ Այո, ասահման ուրախությամբ երկիր Տիրոջը Փառք բարձրացրու Սաղմոս 148 ասում է Երկրի թագավորներ եւ բոլոր ազգեր, իշխաններ եւ դատավորներ, երիտասարդներ, աղջիկներ, ծերեր, տղաներ, թողորներ Տիրոջը, եկեք միաբան օրհնենք Տիրոջը, ասենք փառք ու անունին Տեր, նա փառքերի արժան է, փառավորեք, երկրպագեք, երգեք Տիրոջը, այո, մեր Մեսիան Հիսուսն է, հալելույա, դու ես մեր Մեսիան, մեր թագավորը, մեր Ամրոցը Տեր, Հիսուսն է Տերը մեր Մեսիան, միակ թագավորը եւ արքան, նա է հույսը մեր փրկության, երգը մեր ուրախության, Հիսուսն է Տերը մեր Մեսիան, միակ թագավորը եւ արքան, նա է հույսը մեր փրկության, երգը մեր ուրախության, Արտավեք Մարսյալի, Հոսաննա երգեք արքային, Հիսուսն է Տերը մեր Մեսիան, Անկությունը Մարգոսյան, Արտավեք Մարսյալի, Հոսաննա երգեք արքային, Հիսուսն է Տերը մեր Մեսիան, Փրկությունը Մարգոսյան, այո Տիրոջ օրհնիր, ով իմաց, եւ մի մոռացիր նրա բոլոր բարիքները, այո օրհնիր ու երկրպագիր, փառք բարձրացրու, հալելույա Տեր, շնորհակալ ենք իմ Աստված, շնորհակալ ենք փառավորվի, Հիսուսն է Տերը մեր Մեսիան, միակ թագավորը եւ արքան, նա է հույսը մեր փրկության, երգը մեր ուրախության, Հիսուսն է Տերը մեր Մեսիան, միակ թագավորը եւ արքան, նա է հույսը մեր փրկության, ասա երգը մեր ուրախության, հալելույա, փառք տվեք Մարսյալին, Հոսաննա երգեք արքային, Հիսուսն է Տերը մեր Մեսիան, փրկությունը Մարգոսյան, փառք տվեք Մարսյալին, Արթուր Մարսյալին, Հոսաննա երգեք արքային, Հիսուսն է Տերը մեր Մեսիան, փրկությունը Մարգոսյան, այո օրհնի Տիրոջ ասա, ես պիտի օրհնեմ քեզ Տեր, եկեք երգենք ուրախանանք, Տերն է գալիս Մարանաթա, փառք Հիսուսին, փառք Տիրոջ, ամեն Երգենք Մարանաթա, երգենք քեզ Տեր Աստված, ուրախանանք քեզանով Տեր, օրհնենք Տիրոջը,
Երկրպագեք Տիրոջը, Տիրոջ խոսքը ասում է 141 Սաղմոս, 104 Սաղմոս, օրնենք Տիրոջ ով իմանց, ով Տեր իմ Աստված, դու շատ մեծ ես, քո գեղեցկությունը փառքից առավել է, փառք դրի Տիրոջը ու երկրպագիր, ամեն։ Նոր երկենք պատրաստելուց մենք այդ երկը երկենք, ասենք փառք ես Տեր, օրհնենք քեզ, հալելույա, փառք ես։ Ասենք հալելույա քեզ Տեր։ Հալելույա, 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 հալելույա։ Միաբան մենք էլի ուզում եմ երկենք, ով ինչքան կարող է, թող երկի։ Լույա, հալելույա, 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 հալելույա։ Քրիստոս հարյավի մերենոս, օշնյան է հարությունը Քրիստոսի, այո, մեզ և ձեզ մեծ ավետիս, փառք բացրացրու Տիրոջ, ասա փառք ես Տեր, հալելույա, ամեն, կարող եք նստել։ Փառք Հիսուսին, կարող եք նստել, Աստված օրհնի ձեզ, սիրելի երկրպագուներ, Աստված օրհնի ձեզ բոլորիդ, գիտեք, երբ որ Հիսուսը
խաչվեց, մահացավ, ավետարաններում մեջ նշվում է, որ որոշ տեղ լացում էին, նեղված էին, հուսահատված էին, տխուր էին, բայց ասում է ավետիք եկավ եւ ասեց՝ մի տխրեք, մի լացեք, այլ ուրախացեք, որովհետեւ Քրիստոսը այստեղ չէ եւ նա հարություն է առել։ Եվ այսօր մենք էլ պիտի ուրախ լինենք, պիտի ցնցանք եւ մեր սրտի մեջ ընդունենք այս ուրախությունը եւ այդ ավետիկը մենք էլ պիտի առնենք եւ այո հավատանք այն խոսքին, որ ասում է, որ Հիսուսը հարություն է առել։ Քրիստոս հայրավ իմերելոց։ Ամեն, սա մեծագույն ավետիսն է, որ մարդկությանը հասավ։ Եվ աղոթում եմ, որ իսկապես Սուրբ Հոգին ինձ օգնական լինի, որ այս կարևոր իրադարձությունը, այս իրողությունը, որ տեղի ունեցավ քրիստոնեության պատմության մեջ, կարողանամ ճիշտ մատուցել եւ խոսեմ տամ այնպես, ինչպես որ Սուրբ Հոգին կամենա եւ որ մի փոքր էլ ձեր հասկացողությունը այս մասով ավելի ավելանա եւ ավելի ճանաչենք եւ ավելի հասկանանք, թե ինչ է արել Քրիստոսը իր հարությունով։ Գիտեք, Հիսուսի ծնունդը, նախ գիտենք, որ Հիսուսը ծնվեց, մեզ հայտնվեց եւ հետո նոր խաչվեց, մահացավ եւ հարություն առավ։ Գիտեք, այս երկու իրողությունները, երկու իրադարձությունները մի քիչ իրարից տարանջատելը գրեթե անհնարին է, գրեթե։ Երկուսն են շատ մեծագույն եւ կարեւոր բան էր, որ տեղի ունեցավ մեզ համար։ Բայց կփորձեմ այսօր խոսել եւ ցույց տալ, որ ամենամեծագույն բանը, որ տեղի ունեցավ, դա հենց ինքը հարությունն էր Քրիստոսի։ Գիտեք, հարությունը ես մի քանի կետեր եմ առանձնացրել, թե ինչ տվեց հարությունը մեզ։ Ինչ տեղի ունեցավ Քրիստոսի հարությունի հետո, հարության ժամանակ։ Գաղատացիների 3-րդ գլուխ 13 եւ 14 խոսքը։ Հիսուսը, Քրիստոսը գնեց մեզ օրենքի անեզքիցը, մեզ համար անեզք լինելով, վասնզի գրված է, թե անիծյալ լինի ամեն փայտից կախվածը, որ Աբրահամի օրհնությունը հեթանոսների մեջ լինի Քրիստոս Հիսուսովը, որ մենք Սուրբ Հոգու խոսմունքովը ընդունենք հավատքովը։ Գիտեք, այդ մեղքի պատճառով ամեն մեկս ընկած էինք անեծքի տակ եւ մեզ համար սահմանված էր մահ։ Բայց Հիսուսը իր հարությունով նա մեզ գնեց։ Երկրորդը Առաջի Պետրոս 3-րդ Առաջի Պետրոս առաջի գլուխ 3-ից 4 խոսքերը։ Օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմության համատ մեզ վերստին ծնեց դեպի կենթանի լույսը, Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելովը, դեպի այն անեղծ եւ անարատ եւ անթառամ ժառանգությունը, որ երկնքում պահված է ձեզ համար։ Գիտեք, վերստին ծնեց եւ մեզ ժառանգորդներ արեց։ Եթե Քրիստոսը հարություն չառներ, ինչա վերստին ծնունդը, վերստին ոնց ենք ծնվում ենք խոսքից եւ հոգուց։ Եթե Սուրբ Հիսուս այս ամեն ինչը չաներ, այդ ամեն բանը մեր կյանքում տեղի չներ ունենա։ Եվ մեզ, ասում է, եւ մեզ նաեւ ժառանգներ արեց։ Ինչ ժառանգ, երկնքի արկայության ժառանգներ։ Մեզ տվեց այն հույսը, եւ որ դուք հավատքով կարող եք ժառանգել երկնքի արկայությունը։ Գիտեք, Հիսուսի ծնունդով մեզ հույս եկավ։
բայց հարությունով հաստատվեց այդ ամեն ինչը։ Երբ որ հարություն առավ, մենք ասեցինք, որ այո, Տերը խոստացավ, խաչվեց, մահացավ եւ արեց։ Եթե նա հարություն չառներ, ամեն բան ուղղակի զուրկ կլիներ եւ ոչ մի բան էլ տեղի չէր ունենա։ Բայց Փառք Աստծուն իր մեծ ողորմության, իր զորությամբ, որ Հայրը հարություն տվեց Հիսուսին մեռելներից։ Հռոմեացիների 8-րդ գլուխ կներեք 4-րդ գլուխ 25 խոսքից որ մատնվեցավ մեր հանցանքների համար եւ հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Երրորդ բանը, որ Հիսուսի հարությունը մեզ տվեց, դա արդարությունն էր, որ մեզ արդարացրեց իր հարությունով եւ մենք կոչվեցինք նրա արդարները։ Ոչ թե դա մեզանից էր, մեր շնորհքով էր, մեր արածով էր, մեր զոհաբերությունով էր կամ նմանատիպ բաներով էր, ոչ։ Սա հենց Հիսուսի արածի արդյունքն էր, որ մենք դարձանք արդարներ։ Եվ 4-րդ բանը Հռոմեացիների նույն Հռոմեացիների 8-րդ գլուխ 32-34 խոսքերը եւ որ իր որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան, ել ինչպես նրան հետ ամեն բան չի շնորհիլ մեզ։ Ով է որ Աստծուն ընտրվածների դեմ մեղադիր լինի, Աստված է որ արդարացնում է, ով է որ դատապարտե Քրիստոսը որ մեռավ եւ ավելին որ հարություն էլ առավ եւ Աստծո աջ կողմն է որ մեզ համար բարեխոսել է։ Գիտեք, շատ հատվածներ կարող կանենք, թե հարությունը մեզ ինչ տվեց։ Բայց ես 4 կետերն եմ հանել, թե հարությունը մեզ ինչ տվեց։ Եվ վերջի այս կետն, որ նա բարեխոս է, կարծես թե ամփոփում է այս 3-ի վրա։ Այս ամեն ինչը երբ որ տվեց, նա կանգնեց, նստեց հոր աջում եւ ամեն ժամանակ բարեխոսում է։ Ինչ անում, արդարացնում է մեզ։ Հոր առաջ գալիս է եւ ասում է ես իր համար գին եմ վճարել։ Տեր, ես իրանց համար այրուն եմ թափել, ես իրանց համար հարություն եմ առել, որ դու իրանց փրկես։ Եվ նա անդադար բարեխոսություն է անում ամեն մեկիս համար։ Սա ուրախալի չի ժողովուրդ ջան, որ ամենակարող Աստված, որ մարտացավ, եկավ աշխարհ, մահացավ եւ երրորդ օրը հարություն առավ ում համար, իմ եւ քո համար, մեզ ամեն մեկիս համար։ Միգուցե մի պահ գա, որ դուք տրտմեք, նեղվեք, տխուր լինեք, ընկճված լինեք, բայց երբ որ այս հարության զորությունը, այս իմաստը, այս կարևորությունը մենք հասկանանք մեր սրտի մեջ, հավատացած եղեք, որ մենք ամեն ժամանակ ուրախ կլինենք, որովհետև գիտենք, որ վերջում մեզ համար հույս կա։ Գիտեք, որ Ադամով նախ մեղքը մտավ աշխարհ եւ այդ մեղքի պատճառով սահմանված էր մահ։ Բայց գիտենք, որ նոր Ադամով, որը որ Հիսուս Քրիստոսն է, նրանով եկավ կյանք։ Եվ առաջի Կորինթացիների 15 գլուխ, եթե Աստվածաշունչ ունեք, բացեք, 15 գլուխ 55-58 խոսքերը։ Սա մի հայտարարություն է, որ երբևիցե ոչ մեկ եւ ոչ մի անգամ այսպիսի բան չէր արտաբերել, որովհետեւ այդ գինը չէր վճարել, որովհետեւ այդ ճանապարհը չէր անցել եւ դա միայն արեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ նա դրա համար հայտարարեց եւ ասեց. «Օ մա, ուր է քո խայտոցը, գերեզման, ուր է քո հաղթությունը,
Մահի խայտոցը մեղք է եւ մեղքի զորությունը օրենքը, բայց շնորհակալություն Աստծուն, որ տվավ մեզ հարություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Մահը, գերեզմանը ոչ մի բանը իշխանություն չունի մեր Տեր Հիսուս Քրիստոսի վրա։ Եվ ասում է Աստծո խոսքում, այն զորությունը, որ Քրիստոսին հարություն տվեց մեռելներից, այդ նույն զորությունը գործում է ամեն հավատացողի կյանքում, եթե հավատաս։ Եթե մենք այսօր հավատում ենք այդ զորությանը, որ Սուրբ Հոգու միջոցով եղավ, այդ նույն զորությունը կարող է ինձ եւ քեզ հարություն տա։ Եվ հետին օրերում, երբ որ կննջենք Քրիստոսով, այդ ժամանակ այո, նաեւ մենք հարություն կառնենք, բայց նաեւ քանի դեռ մենք կենթանի ենք, դու այդ նույն զորությունով կարաս հարություն առնես քո մեռած գործերից։ Կարաս վերականգնվես հարություն առնես քո տկարացած վիճակից, քո ընկած վիճակից, կարծելով թե դու մեռած ես, կարծելով թե դու հեռացած ես, եւ այդ նույն զորությունը կարող է քեզ հարուցանել, հարություն տալ եւ կրկին կանգնեցնել եւ կրկին ապրեցնել եւ փառավոր ձևով օգտագործել Աստծո անվան եւ փառքի համար։ Գիտեք, Հիսուսը շատ ավելին արեց, շատ ավելին։ Սա գիտենք եւ բոլորս կարող ենք խոստովանել, որ շատ քիչ մաս ենք յուրացրել, շատ քիչ մաս ենք հասկացել, ընկալել, թե ինչ է հարությունը, թե ինչ է արել Քրիստոսը մեզ համար։ Որովհետեւ Աստծո խոսքում նույն ձև ասում է, որ շատ բաներ կա, որ չգիտենք, չենք հասկանում, եւ երբ որ կգա ժամանակը եւ այնտեղ կլինենք, այդ ժամանակ նոր կհասկանանք։ Բայց անտարբերության մատնենք, բայց քայլ չանենք, չառաջանանք ավելիով հասկանալու, թե Տերը մեզ ինչ արեց, դա էլ է սխալ։ Աղոթենք, որ Տերը հայտնի, թե իր հարությունով մեզ ինչ շնորհեց։ Եվ այս վերջում մի երկու տեսանյութ տեսա, թե ինչպես մարդիկ, որոնք մոլորված են, որոնք շեղվել են, որոնք մոռացել են Աստծուն եւ նրա ողորմությունները, փառաբանում են սատանային, պատմում են նրանց մասին, նրա ճանապարհներն են կարծես պատրաստում եւ ամեն բան անում են։ Այո, մենք պիտի ասենք, որ Տերը թող ողորմություն անի այդ մարդկանց եւ դարձի բերի, բայց գիտեք, այստեղ մի հետաքրքիր բան կա, որ այսօր ես եւ դու գիտակցելով Քրիստոսի արածը մեր կյանքերի համար, մենք չենք անում այնպես, ինչպես որ կարայինք անենք։ Մենք չենք պատմում Քրիստոսի հարության մասին, մենք չենք պատմում Քրիստոսի մավան մասին, նրա խաչելության մասին, նրա արածի մասին։ Մենք համապատասխան ձևով նրա ճանապարհը չենք պատրաստում եւ մարդկանց ավետարանը քարոզում։ Գիտեք, մենք սենց բաների մեջ պիտի նախանձավոր լինենք, ոչ թե նրանց օրինակ վերցնենք, որ հետո նոր անենք, չէ, այլ հասկանանք, գիտակցենք, թե Տերը մեզ համար ինչ արեց եւ դա ավելիով պատմենք եւ տարածենք եւ քարոզենք մարդկանց ասելով, որ գիտես, Քրիստոսը քեզ համար, այո, հենց քեզ համար հարություն է առել, որ դու կյանք ունենաս եւ էլ ավելին։ Սա կարծես թե մի մաս էր, թե ինչ տվեց մեզ Քրիստոսի հարությունը եւ ինչ օրհնություն բերեց մեր կյանքերում։ Եվ նաեւ կուզեմ մի փոքր էլ անդրադառնալ ավետարաններին, թե ինչ տեղի ունեցավ։ Գիտեք, 4 ավետարաններն էլ նշում է Քրիստոսի եւ մահը եւ հարությունը։ Օրինակ Մատթեոս ավետարանի մեջ գիտենք, որ երբ որ Հիսուսը հարություն առավ եւ սատանայի եւ այդ ժամանակվա հրեաների օրենսգետների նպատակն էր, որ ամեն ձև ծածկեին Քրիստոսի հարությունը, որ չտարածվեր մարդկանց մեջ, որ մարդիկ աշխարհը չիմանային այդ բարի լուրի մասին։ Եվ Մատթեոս ավետարանի մեջ նշվում է, որ զինվորներ դրեցին գերեզմանի մոտ եւ երբ որ հարություն առավ, զինվորներին կաշառեցին եւ ասեցին, որ գնացեք, պատմեք, որ աշակերտները եկան եւ գողացան Հիսուսին, որպեսզի այդ ամեն ինչը չտարածվեր,
Բայց գիտենք, որ Աստված ամենակարող է եւ նրան հավատացող հետևող մարդիկ տարածեցին եւ քարոզեցին եւ եկավ հասավ մինչեւ հիմա մեզ, որ Քրիստոսը հարություն առել։ Աշխարհը ամեն ժամանակ կուզենա արգելել, չթողել, որ այդ հարությունը քո կյանքում գործվի։ Ամեն կերպ կուզենա հեռու պահել քեզանից այդ զորությունից, այդ հարությունից։ Բայց մենք չենք նայում, թե աշխարհին ինչ ասեց, մենք չենք հետևում եւ թույլ չենք տալիս, որ այդ մտքերը, այդ արգելքները մեր կյանքում գործեն, այլ մենք ասում ենք, որ ով իմանց Հիսուսը քեզ համար հարություն առել։ Բայց ավետարաններից ես ուզում եմ առանձնացնել Հովհաննես ավետարանի հարության մասին։ Հովհաննեսի 20-րդ գլխի սկզբից կարդանք. Եվ մի շաբաթ օր Մարիամ Մագդաղենացին առավոտանց տակավին մութը գալիս է գերեզմանը եւ տեսնում է քարը գերեզմանից վեր առած։ Ապա վազում է գալիս Սիմոն Պետրոսին եւ մյուս աշակերտների մոտ, որին Հիսուսը սիրում էր, եւ ասում նրանց. Տիրոջը վեր առան գերեզմանից է եւ չգիտենք թե որտեղ դրին նրան։ Եվ դուրս եկավ Պետրոսը եւ մյուս աշակերտները եւ գալիս էին գերեզմանը եւ երկուսին միասին վազում են եւ մյուս աշակերտը վազեց շուտով անցավ Պետրոսիցը եւ առաջ եկավ գերեզմանը եւ ծռելով տեսավ կտավները դրված, բայց ներս չմտավ։ Սիմոն Պետրոսն էլ հասավ եւ նրա ետևիցը գալիս էր եւ մտավ գերեզմանը եւ տեսնում էր կտավները դրված եւ վարշամակը, որ նրա գլխի վրա էր, կտավների հետ չէր, այլ ջոկ ծալված մի առանձին տեղ։ Այն ժամանակ մյուս աշակերտները ներս մտան նրան, որ առաջ էր գերեզմանը եկել, տեսավ եւ հավատաց, որովհետեւ տակավին չգիտեին գրքերը, թե պետք է նա մեռելներից հարություն առնի, եւ աշակերտները դարձյալ իրանց տունը գնացին։ Հետաքրքիր է, որ եւ ավետարաններում էլի նշվում է, որ երբ որ Հիսուսը մահացավ, աշակերտները անցան էլի իրանց գործերին։ Ամեն մեկը տարբեր առօրյաների մեջ անցավ։ Այսօր ես ուզում եմ դու քեզ դնես այդ ժամանակաշրջանում եւ այդ վայրում։ Ինչ կանեիր դու։ Ինձ թվում է բոլորս էլ կարծես այդ ձև կվարվեինք։ Բայց քանի որ այսօր մենք օրինակ ունենք մեր մեջ Աստծո խոսքով, մենք չպիտի այսպես վարվենք։ Մենք պիտի շարունակենք Մարիամի նման։ Հիմա կկարդամ։ Բայց Մարիամը գերեզմանի մոտ կանգնած էր, դուրսը եւ լաց էր լինում։ Եվ լաց լինելիս ծռվեցավ մտիկ տալու գերեզմանի մեջ եւ տեսնում է երկու հրեշտակ սպիտակ հանդերձներով նստած, մեկը գլխի կողմը եւ մյուսը ոտքերի կողմը, որտեղ որ Հիսուսի մարմինը դրված էր։ Եվ նրանք ասեցին նրան. «Ով կին, ինչու ես լաց լինում»։ Նրանց ասեց. «Նրա համար, որ իմ տիրոջը վեր առան եւ չգիտեմ թե ուր դրին նրան»։ Եվ երբ որ սա ասեց, դարձյալ իր հետի կողմը եւ Հիսուսին տեսավ կանգնած եւ չգիտեր թե Հիսուսն է։ Հիսուսը նրան ասեց. «Կին, ինչու ես լաց լինում, ում ես որոնում»։ Նա էլ կարծելով թե պարտիզպան է եւ ասեց նրան. «Տեր, եթե դու վեր առար նրան, ասիր ինձ, ուր ես դրել նրան եւ ես վեր առնեմ նրան»։ Հիսուսը նրան ասեց. «Մարիամ», եւ նա դարձավ եւ ասեց նրան. «Ռաբունի», որ կթարգմանի վարտապետ։ Եվ Հիսուսը նրան պատվեր տվեց եւ ասեց. «Գնա եւ աշակերտներին պատմի, ասա, որ ես հարություն եմ առել եւ կհանդիպեմ նրանց Էմաուսի ճանապարհին»։ Գիտեք, Մարիամը հետաքրքիր է, այստեղ զարմանալի է Մարիամի վերաբերմունքը, Մարիամի գործը, նրա արարմունքը այս մասով։ Ասում է, աշակերտները թողեցին եւ գնացին իրանց տուն, բայց Մարիամը դարձյալ լացում էր։ Եվ նա իր կյանքը առանց Քրիստոսի ուղղակի չէր պատկերացնում։ Նա ամբողջությամբ կարծես թե գիտակցել էր, թե ով է Քրիստոսը իր համար։ Եվ նա դառնացել էր անգամ նրա մահացած մարմնի
բացակայության համար։ Նա դեռ հարության ավետիքն է չեր տեսե, չեր առե, բայց նա սրա համար էր դառնացած։ Այսօր իմ եւ քո վերաբերմունքը ինչպիսին է Հիսուսի հանդեպ։ Երբ որ մենք էլ այսպիսի նեղություններ, Քրիստոսի մեր աղոթքը բարձրացված չպատասխանված աղոթներ, չլուծված հարցեր, դժվարություններ, երբ որ տեղի ունենում, ինչ ենք անում, թողնում եւ աշակերտների նման գնում մեր գործերով, թե դարձյալ Մարիամի նման համառ հավատքով, սպասումով, մեծ հույսով, որ Տերը պիտի իրան հայտնվի։ Արդյոք այս փապագը, սիրելիներս, իմ եւ քո մեջ կա։ Եթե չկա, մենք պիտի աղոթենք։ Այստեղ Մարիամ ասում է, եթե դուք եք վերառե, ես ուզում եմ այս ուշադրություն դարձնենք այս խոսքին, ասում եմ, խնդրում եմ ասեք եւ կգնամ եւ իմ Տիրոջ մարմինը վեր կառնեմ։ Հասկանում եք վերաբերմունքը իրան ներսի ինչպիսին էր։ Չեմ ուզում ձեր զգացմունքների վրա ազդեմ, շատ կենտրոնանամ այս խոսքին, բայց ուզում եմ, որ այս սերը, սիրո դրսևորումը ունենանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի վրա, որովհետև նա երբևիցե անգամ մի վարքյան չկասկածեց իր անձը դնելու ամեն մեկիս համար։ Եվ նա գնաց այդ քայլին, Աստված լինելով մարտացավ եւ իր կյանքը դրեց մեզ համար, որ մենք այսօր կյանք ունենանք նրանով։ Վերցնենք Մարիամի օրինակը եւ կիրառենք մեր կյանքերի մեջ։ Գիտեք, այսօր այո, մենք համարում ենք ամենաուրախ, հրաշալի տոնը, իրադարձությունը, բայց նաև մենք չենք կարող անտեսել կամ չենք կարող անդրադառնալ այն դժվար գնին, որ Քրիստոսը վճարեց մեզ համար։ Մատթեոս ավետարանում չեմ կարդում, Մատթեոս ավետարանում նշվում է, որ 3 անգամ, երբ որ գնաց աշակերտներին մի քանիսին վերցրեց եւ առանձնացավ լերը աղոթելու, ասում է եւ 3 անգամ գնաց հոր առաջ եւ ասեց. Հայր, եթե կամենում ես այս բաժակը ինձանից հեռացնել, այս բաժակը ինձանից հեռանա, բայց ոչ թե քո իմ կամքը, այլ քո կամքը։ Սա ցույց էր տալի, թե որքան դժվար էր Հիսուսի համար այս գինը վճարելը։ Եվ նշվում է, որ 3 անգամ գնաց եւ 3 անգամն էլ այս նույն աղոթքը հոր առաջ բերեց, որովհետև նա մարմնով տարակուսած էր, դժվարություն կար իր մեջ։ Եվ Ղուկաս ավետարանի մեջ նշվում է նույնս մասը, որ ասում է եւ նա նեղված էր, ընկճված էր, այսպես ասած, եւ երբ որ սկսեց աղոթելը, ասում է, որ հրեշտակը եկավ եւ ինչ էր անում, զորացնում էր Հիսուսին։ Սա էլ է մի ապացույց, որ այո, Քրիստոսի համար դժվար էր այս գինը վճարելը։ Ոչ թե նա չէր ցանկանում, ասում էր, որ հոգիս օժարա, բայց մարմինս տկար է։ Նա ցանկանում էր այդ գինը վճարել, բայց դժվարություն ուներ։ Եվ ասում է, նրա կաթիլները քրտնինկի դարավ այրան նման։ Այդքան դժվար էր իր համար, բայց նա վեր կացավ, որոշեց եւ գնաց այն քայլին, որ մեզ համար պիտի նախաճվի։ Եսայի մարգարեության մեջ Եսայի 53 գլուխ հենց առաջի խոսքից կկարդամ։ Ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկը հայտնեց, որովհետեւ նա մատաղատունկի պես դուրս եկավ նրա առաջին եւ արմատի պես ծառավոտ երկրիցը, ոչ կերպարանք ուներ եւ ոչ վայելչություն։ Եվ մենք տեսանք նրան, եւ մի տեսք չկար, որ նրան ախորժեինք։ Նա անարգված էր եւ մարդկանց երեսիցը ընկած։ Հարվածների տեր եւ ցավերի տեղյակ եղավ։ Մի այնպիսին, որին պետք է երես ծածկել, անարգված էր, եւ մենք նրան ոչինչ չէինք համարում։ Հիրավի նա մեր ցավերը վեր առավ եւ մեր վշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատոհասված էինք համարում, աստվածանիցը զարկված,
եւ նկուն եղած, բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Մենք ամենքս ոչխարների պես մոլորվեցանք, յուրաքանչյուրը իր ճանապարհինը դառավ, եւ Տերը նրա վրա դրավ մեր ամենի մեղքը։ Նա անիրավություն կրեց եւ չարչարվեցավ, բայց իր բերանը չբացավ, ինչպես մի ոչխար, որ մորթվելու է տարվում, եւ ինչպես մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպես իր բերանը չբացավ։ Կալանքիցը եւ դատապարտությունից վեր առնվեցավ եւ նրա ազգատոհմովը ով կարող է պատմել, որովհետև նա կտրվեցավ կենթանիների երեսից է, իմ ժողովրդի մեղքերի համար նա զարկվեցավ եւ ամբարիշների հետ որոշվեցավ նրա գերեզմանը, բայց հարուստի հետ եղավ նա մեռած ժամանակ, ըստ որում նա զորություններ չէր արել եւ խաբեություններ զրկություններ չէր արել եւ խաբեություններ չկար նրա բերանում, բայց Տերը հաճեց նրան զարկել, ցավացնել, երբ որ նրա հոգին մեղքի զոհն արավ, նա պիտի սերուն տեսնի եւ օրեր երկարացնի եւ Տիրոջ հաճությունը պիտի հաջողվի նրա ձեռովը եւ իր անձի աշխատություն պտուղը պիտի տեսնի եւ կշտանա իր գիտությամբ, պիտի արդարացնի իմ արդար ծառան շատերին, որովհետև նրանց անօրենությունը ինքը կրեց։ Նրա համար նրա բաժինը պիտի տամ շատերի հետ եւ նրա հզորների հետ ավար պիտի բաժանեն նրա փոխարեն, որ իր անձը մատնեց մավան եւ հանցավորների հետ հաշտվեցավ եւ նա շատերի մեղքերը վեր առավ եւ հանցավորների համար միջնորդեց։ Ես ամեն բանը գրված է Հիսուս Քրիստոսի անձի համար։ Եվ այս ամեն բանը Հիսուսը արեց ամեն մեկիս համար։ Անարգվեց, ամենավերջի ձևով անարգվեց, մարդկանց երեսից ընկավ։ Գիտենք Քրիստոսի չարչարանքը թե ինչ արեց։ Եվ ասում է նա մեղք չուներ։ Եվ նրան դատեցին անարդար ձևով, բայց ում համար, իմ համար։ Եվ դու էլ կարող ես ասել, որ քո համար, իմ համար։ Եվ այսպիսի գին վճարող Աստծուն, Աստծո որդուն արժի, որ մենք փառաբանենք, արժի, որ մենք երկրպագենք, արժի, որ ասենք Տեր, շնորհակալ ենք այն մեծ գնի համար, որ դու արեցիր ամեն մեկիս համար։ Եվ գիտեք ոնց ենք գնահատելու նրա արածը։ Երբ որ հաղորդություն ենք ընդունում, գիտենք այդ խոսքերը ասում է քանի անգամ որ խմեք, քանի անգամ որ ուտեք, Տիրոջ մահը պատմեցեք, նրա հարությունը պատմեցեք։ Եվ երբ որ մենք այս բարի լուրը, այս ավետիքը տարածենք, քարոզենք մարդկանց եւ ասենք, որ Տերը քո համար գին ավճարել։ Այս ձևով մենք կգնահատենք Քրիստոսի արածը մեր կյանքերում։ Եվ ցույց կտանք, որ Տեր, այո, հասկացել ենք այն գինը, այն ամեն ինչ, որ դու մեզ համար արել ես։ Չեմ ուզում այս ուրախ օրով, այս հրաշալի իրադարձության մեջ քեզ տխրեցնեմ, նեղվես, բայց հավատացած եղեք, որ երբ որ մենք հասկանանք, թե ինչա Տեր արել, մեր տխրությունը կվերափոխվի ուրախության։ Եվ ուզում եմ, որ այո, արտաբերես եւ ասես, որ Քրիստոս հայրավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Այո, օրհնյալ է, ամենակարևորն է եւ դա մեր կյանքերում երևաց։ Այսօր ես եւ դու, երբ որ նստած ենք Տիրոջ առաջ, դա արտացոլանքն է, դա գործն է, դա պտուղն է, դա հետևանքն է Քրիստոսի արածի։ Եվ արժի կանգնել եւ մեր սրտի գոհությունը հայտնել Տիրոջը իր արած բոլոր բարիքների եւ ողորմությունների համար։ Շնորհակալություն փառավոր մեր Հայր։ Շնորհակալ ենք, որ
Դու Տեր քո խոսքում ասեցիր, Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Ահա այդ լուրին, այդ խոսքին հավատացողները Տեր քո առաջ են։ Եվ այո, ասում ենք, որ հավատում ենք եւ գոհություն ենք հայտնում քո այն մեծ սիրո համար, Տեր, որ անգամ քո որդուն չխնայեցիր եւ մեզ համար տվեցիր։ Եվ քո որդուն հարություն տվեցիր մեռելներից, Տեր, եւ ամեն իշխանություն տվեցիր նրա ձեռը, եւ քանդեցիր մավան զորությունը, ամեն դժողքի զորությունը, եւ քանդեցիր, եւ մահը հաղթություն չունեցավ մեր կյանքերում Հիսուս Քրիստոսի միջոցով, եւ մեր սրտի գոհությունը հայտնում ենք քեզ, Հայր, քո որդու անունով, քո որդու ձեռքով, եւ շնորհակալ ենք այն բազմաթիվ ողորմությունների համար, որ շարունակում ես անել մեզ համար։ Շնորհակալ ենք, Տեր, մեծ արվիր դու քո եկեղեցու մեջ, Տեր Աստված, եւ թող այդ հարության գաղափարը, այդ հարության իրողությունը ավելի լավ հասկանանք եւ ավելի լավ ընկալենք եւ ընդունենք եւ պատմենք մարդկանց, Տեր Աստված, եւ քարոզենք այդ բարի լուրը, որ մարդիկ հասկանան, թե ինչպիսի գին ես վճարել եւ ինչ ես տվել մարդկությանը, Տեր Աստված, քո կյանքն ես տվել, Տեր Աստված, չխնայելով քո կյանքը, Տեր Հիսուս, եւ մեր սրտի գոհությունը բարձրացնում ենք քեզ, մեծարում եւ պատվում ենք քո թանկ անուն այս վայրում, Տեր։ Այո, որքան էլ գոհություն հայտնենք, Տեր, չեն կարող հասնել այն մակարդակին, թե դու ինչ արեցիր մեզ համար, Տեր, բայց ամեն ժամանակ, ինչքան որ շունչ ունենք մեր բերանում, պիտի հիշատակենք, պիտի ասենք, պիտի գովերքենք եւ պատմենք, որ դու մեզ համար խաչվեցիր եւ երրորդ օրը հարություն առար, գրկերի համեմատ, խոսքի համեմատ եւ քո սիրո համեմատ, Տեր։ Շնորհակալ ենք, փառավորվես, մեծարվես, որին արժանես, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, հալելույա, ամեն եւ ամեն։